Գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ մեր օրակարգում այդ մասով որևէ փոփոխություն չի եղել։ Այնևին բացառված չէ կրկնակվյարկության հնարավորությունը։ Ձեր ընտրողի կամ ընդդիմադիր հատվածին չեք խաբել, իշխանափոխությունը մնում է։ Իհարկե, փողոցի եւ խորհրդարանի օրակարգերը, այսինքն երկուսը միասին համատեղված մեր ճանապարհային քարտեզի մաս են կազմում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ճաք է տվել եւ դա արձանագրված փաստ է։ 5 տարի մնալու է, թե ոչ եւ ինչ եք անելու, ոնց եք անելու դա։ Ժամկետ նշելը ես համարում եմ ոչ տեղին եւ չեմ մասնավորեցնի, թե 1 տարի հետո ինչ ենք անելու, կես տարի հետո ինչ ենք անելու, 3 ամիս հետո ինչ ենք անելու։ Մենք չենք հաղթել, բայց Նիկոլ Փաշինյանը նույնպես չի հաղթել։ Ուժեղ Հայաստանը գնում է շարունակում է գնալ իշխանափոխության օրակարգի թիվ 1 հարցն է, ժամկետներ չեք նշում, գործիքակազմը ինչ հնարավոր է, Սահմանադրական ճանապարհով, օրենքով չարգելված բոլոր գործիքակազմերը իհարկե 29 հոգին ու Նարեկ Կարապետյանի ունեցվածքը չունեն։ Չէ, հարցը միայն ունեցվածքը չի։ Անդիմությունը հայտարարեց, որ վերցնում է մանդատները։ Իհարկե նշեցին, որ փողոցային պայքարի հնարավորությունն էլ չեն բացառում։ Հասարակության ընդդիմադիր հատվածում տեսակետները բաժանվել են։ Միստվար մաս իրեն խապված է զգում։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ է անելու ընդդիմությունը, կա արդյոք արագ իշխանափոխության պլան, արդյոք կմնա այս խորհրդարանը 5 տարի։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու Մարիանա Ղահրամանյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկեր, դուք իհարկե նախաբանում ներկայացրիք այն տրամադրությունները, որոնք օբյեկտիվորեն պիտի լինեին, որովհետև մեր հասարակությունը բազմազան է, տարբեր շերտեր կան, տարբեր պատկերացումներ կան, բայց ընդդիմադիր հասարակության մասին է խոսքը, գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ մեր օրակարգում այդ մասով որևէ փոփոխություն չի եղել։ Մենք արձանագրել ենք ընտրախախտումների համակարգային եւ մասսայական կիրառման փաստը, մենք արձանագրել ենք, որ տեղի է ունեցել ըստ էության ձայնագողություն շուրջ 100,000 եւ ավելի ձայների հետ կապված լրջագույն հարցեր կան, սրանք ուղղակի խոսքեր չեն, սրանք փաստեր են, 80,000 քաղաքացու անձնագիր չի նույնականացվել նույնականացման սարքի միջոցով, 18,000 անձնագիր, այսպես ասած, փակ ցուցակի շրջանակում է եղել եւ ամենևին բացառված չէ կրկնակվյարկության հնարավորությունը, դուք տեսել եք, թե ինչ աննախադեպ բան է տեղի ունեցել ընտրության օրվա գիշերը, երբ դեռ արդյունքները չամփոփած այս իշխանությունը հռչակել է իրեն հաղթող։ Սա աննախադեպ է եւ սրան հաջորդել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ տեխնիկական իբրև թե խնդիրը կամ չգիտեմ թե իրենք ինչպես են բացատրում, բայց փաստ է, որ Հայաստանի ընտրական պատմության մեջ երբևէ ուղիղ հեռարձակմամբ ընտրությունների արդյունքների ներկայացումը չի դադարեցվել եւ մեր գնահատմամբ այս ամենը ու նաեւ այն ընտրախախտումները, որոնց մասին մեր գործընկերները առիթ ունեցան սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում մանրամասն ու մասնագիտորեն անդրադառնալ եւ ներկայացնել, փաստում են, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կեղծել է ընտրությունները, նա արել է հերթականը, ինչը նախկին կյանքում ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր եւ ինչի դեմ իբրև թե պայքարում էր։ Հիմա նա հասավ ընտրություններ կեղծելու։ Այսինքն դուք ընդդիմադիր ձեր ընտրողին կամ ընդդիմադիր հատվածին չեք խաբել, իշխանափոխությունը մնում է։ Իհարկե։ Համոզիչ էին ձեր փաստարկները, կարծում եք համոզիչ էին Նարեկ Կարապետյանի ներկայացած փաստարկները, թե ինչու են վերցնում մանդատները։ Տեսեք, դուք ասում եք, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, ու այլ սցենարել չէիք քննարկում։ Հիմա արդեն այս ամեն ինչ անցնելուց հետո որքանով էր դա արդարացած, որ այս սցենար չէիք քննարկում եւ շարունակեմ ձեր ասածը, որ զանգվածային ընտրակեղծ ինչքան բան թվեցիք, չէ՞, դա ինչ էր ենթադրում, դա ենթադրում էր հենց անմիջապես, չգիտեմ, առաջին իսկ հենց գիշերը, երբ որ նա խոսում էր, այդ պահին, լավ, գոնե մի քանի ժամ հետո փողոց դուրս գալ կամ թեկուզ ձեր կոչով, թեկուզ առանց ձեր կոչի խապված մարդիկ դուրս են գալիս փողոց, ասում են ինչու ես գողացել մեր ձայները։
Դա չեղավ, փոխարեն եղավ ՍԴ դիմել, որին ի սկզբանե արդեն ասում էիք, որ գիտեք ինչ են որոշելու, արդեն մոտավորապես կանխատեսել, բայց էլի դիմեցիք, չհավատալով դիմեցիք։ Ինչու այդպես եղավ, ինչու չգեներացեցիք այդ հարգելի պարոն Գրիգորյան, ՍԴ-ի մասով, տեսեք, մենք ընթացակարգերը պահպանելով արել ենք այդ քայլը եւ իհարկե վերապահում ունենալով սահմանադրական դատարանի ներկա կազմի մասով այդուհանդերձ ակնկալել ենք, որ այդ մարդկանց մեջ պիտի արթնանա այն առաքելությունը, նրանք պիտի ի վերջո շարժվեն օրենքի տառին համահունչ եւ ոչ թե քաղաքական հրահանգներով։ Չենք ունեցել պատրանքներ, բայց ակնկալել ենք, որ դա կարող է տեղի ունենալ։ Դրանով հանդերձ մենք այդ քայլը պիտի անեինք, որովհետև դա իրավական տեսանկյունից համապատասխան գործընթացն է, ինչ վերաբերում է փողոցին այս մասով մեր պարզաբանումները այս շրջանում եղել են եւ Նարեկ Կարապետյանը, որին դուք հղում արեցիք, ներկայացրել է ճանապարհային քարտեզը ու նաեւ բացատրել է այդ process-ների հաջորդականությունը եւ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը առիթ ունեցել է ասելու, որ դա լինելու է մեկ անգամ եւ համապատասխան արդյունքով փողոցի եւ խորհրդարանի օրակարգերը, այսինքն երկուսը միասին համատեղված մեր ճանապարհային քարտեզի մաս են կազմում։ Դուք ուրեմն այդ պահին որ դուրս չեկաք, այսինքն պլան B-ն չկար, թե հենց այսպես էլ մտածված էր։ Տեսեք, այդ պահին, երբ արվեց այդ հայտարարությունը, ամփոփված չէին արդյունքները ամբողջությամբ եւ մասնավորապես Երևանի տվյալները, եթե չեմ սխալվում, մոտ 10%-ով էին ամփոփված, փոքրիկ գյուղերի համայնքների տվյալներն էին ամփոփված եւ բնականաբար մենք որևէ process մեկնարկելուց առաջ պիտի սպասենք հանգուցալուծմանը արդյունքները, բայց այն տեսեք, այն որ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե իրենք հաղթել են, ուղղակի միացնենք այդ տեսանյութը, տեսնենք նրանց դեմքերի արտահայտությունը, արդյոք դա հաղթած կողմի հայացքեր, դեմքի արտահայտությունը եւ վերադառնանք հենց հիմա, բայց 64 մանդատ ունեն, դեմքը ինչ կապ ունի արդեն։ Վարչական ռեսուրս է կիրառվել, աննախադեպ ծավալի է կիրառվել, մեր ուժի նկատմամբ կիրառվել է քրեական գործիքակազմը իր ամբողջ ծավալով, մեկ օրվա ընթացքում 180, շուրջ 200 մարդ բերման է ենթարկվել, պահվել է 72 ժամ, ապա ազատ է արձակվել։ Հարյուրավոր մեր քաղաքացիներ կալանքի տարբեր խափանման միջոցների տակ են շարունակում գտնվել, այսինքն ուղղակիորեն կիրառվել է ամբողջ ռեպրեսիվ մեքենան, բայց ինչն է այստեղ կարևոր։ Այստեղ կարևորը այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ճաք է տվել եւ դա արձանագրված փաստ է։ Նա չի կարողացել ձևավորել սահմանադրական մեծամասնություն, անգամ իմ նշած բոլոր այս բռնաճնշումների, ընտրախախտումների, մարդկանց ըստ էության տերորի ենթարկելու, վախեցնելու, հոգեբանական տերորի ենթարկելու ճանապարհով։ Սա ինքնին մի բանի մասին է խոսում, նա չի կարողացել իր նպատակը իրագործել եւ այն 340,000 քաղաքացիները, որոնք իրենց վստահությունը հանձնել են մեզ եւ մեր մյուս ընդդիմադիր քաղաքացիները, եթե հանրագումարի վերածենք, կտեսնենք, որ հասարակության կեսը, եթե ոչ կեսից ավելին, եթե դրանց ավելացնենք նաեւ ընտրությանը չմասնակցած քաղաքացիներին, այս իշխանության հետ հաշտ չէ, այս իշխանությանը չի ուզում եւ ուզում է փոփոխություն, որի օրակարգը ուզում եմ կրկնել, մեր սեղանին է Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը, մեր սեղանին է պարզապես գործիքակազմն է փոխվել, պարզապես մեխանիզմներն են փոխվել, հիմա զուգահեռվում է խորհրդարանի ամբիոնը եւ փողոցը համապատասխան իրավիճակում եւ պայմաններում։ Տիկին Արամանյան, դուք իմ նախքին չեմ ուզում ասել, էլի գոլեգան եք, չեք թույլ տա ստեմ, այս նմանատիպ նույն տիպի նախադասություններ մոտավորապես չեմ ուզում 21-ին էլ ենք լսել, որ մնում ենք, այո, մնում է սեղան, հիմա կարող է ուժեղ Հայաստանը իդեմս ձեզ, չգիտեմ, իդեմս ղեկավարության հայտարարել, որ ժողովուրդ ջան, մինչև 2031 թիվ Փաշինյանը չի մնալու իշխանության, մենք դրա համար արդեն իսկ
ունենք, այն որս մեր գաղտնի պլան Սամվել Կարապետ, հաստատ ունենք, ուղղակի չենք բացահայտում։ Ունենք թե չէ, ունենք պլանը, որ այս մի ամիս հետո սա ենք անելու, մի ամիս հետո սա ու ասենք տարի ու կես լրանալուց անելու ենք իմպիչմենտ կամ չգիտեմ ինչ-որ բան։ Ժամկետ նշելը, ասիկ ճաքել է։ Այո, ճաքել է եւ բացատրեցի, թե ինչու է ճաքել։ Նիկոլ Փաշինյանի սեղանին այսօր դրված է Հայաստանի սահմանադրությունը արտաքին միջամտության Բաքվի պահանջով տնային աշխատանքով փոխելու հարցը։ Բայց բլա մինիմում արել է, չէ՞, իշխանությունը մնացել է։ Վերարտադրվել է, բայց նա այդ խնդիրը չի կարողանալու լուծել։ Այդ խնդիրը չի կարողանալու տարբերակներ ունի ինչ։ Գուցե լինի համենայն դեպս սահմանադրական մեծամասնություն չունի եւ դա փաստ է։ Լավ, 5 տարի մնալու է, թե ոչ եւ ինչ եք անելու, ոնց եք անելու դա։ Ժամկետ նշելը ես համարում եմ ոչ տեղին, որովհետև պրոցեսները կարող են տարբեր զարգացումներ ունենալ, գործընթացները կարող են արագանալ կամ կարող են որոշակիորեն դանդաղել, ուստի որևէ ժամկետ նշելը այս պահին ես չեմ համարի տեղին, բայց դրա համար 5 տարի եմ ասում Տիկին Ղարամանյան, 5 տարի, տեսեք ինչ լուֆտ եմ տալիս, 5 տարի։ Չէ, դուք ինձնից չեք կարող կորզել որևէ ժամկետ, ես նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը մեր օրակարգում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ճաք է տվել, մենք ներկայացրել ենք մեր ճանապարհային քարտեզը, դուք գիտեք, որ շատ շուտով մոտ 2 ամսից նաև համայնքային ընտրություններ են սպասվում, թիմ ընտրություններ են սպասվում եւ ինչպես Նարեկ Կարապետյանն էր նշել, այո, մենք Նիկոլ Փաշինյանի իշխանության թևերը կտրելու ենք տեղերում։ Նախկինում էլ անդիմադիրները հաղթում էին տեղերում։ Բռնում էին, տեսակ ինչ են անում։ Նախկինում էլ բազմաթիվ թիմերում այդ բռնոցիները, այնինչ այսօր կատարվում է, այն ուղղակի խայտառակ, աղաղակող խախտումը հանրության քվեի շուրջ 60,000 մարդու ձայնի ոտնահարումը, որ տեղի ունեցավ, ես նկատի ունեմ Բարգավաճ Հայաստանին դուրս թողնելը, սա աննախադեպ մի բան էր։ Եվ այս ամենը ցույց է տալիս ոչ թե իշխանության ուժը, այլ թուլությունը, նա փորձում է ամեն ինչից կախվել, որպեսզի հնարավորինս դեռևս հնարավորինս պահի այն լծակները, որ ունի։ Նայեք, ինչ կերպել բնորոշենք, իրենք պահում են։ Բայց եկեք վարքագիծը մեկնաբանենք եւ եկեք վերլուծենք հիմա ինչ է կատարվում Հայաստանում, այս զանգվածային տերորը, այս իրավապահ համակարգի ուղակի կիրառումը որպես գործիք, ինչի մասին է խոսում ուժեղ իշխանությունը, հասարակության վստահությունը վայելող իշխանությունը, ինքն իր վրա վստահ իշխանությունը, արդյոք ընտրություններից անմիջապես հետո կգնա նման քայլերի վստահ ոչ, որովհետև ցանկացած իշխանություն ուզում է ներքին համերաշխություն ունենալ։ Փաշինյանի ոճը չէ, նա 7 տարի էլ անում է այնպես, ինչպես հիմա է անում։ Նու պակաս կամ ուժեղ բանով լարվածությամբ երևի նրա իշխանավարման 2 տարիները 18-19 թվականը նրա իշխանությունը երերում է։ Հիմա ես չեմ մտնելու այն դաշտ, թե 20 թվականից հետո տարբեր պրոցեսներ ինչու չհասան իրենց հանգուցալուծմանը։ Ես հիմա դա չեմ ուզում քննարկել, գուցե եղել են սխալներ, գուցե եղել են ոչ այնքան իրատեսական հաշվարկներ եւ այլն, դա թողնում ենք անցյալում եւ հիմա գնում ենք այն իրողությունների պայմաններում, որում հիմա գտնվում է Հայաստանը։ Նորից եմ ուզում հիշեցնել Հայաստանի հասարակության կեսից ավելին Նիկոլ Փաշինյանին չի ուզում տեսնել իշխանության ղեկին, հետևաբար իրավիճակները, այո, կապիտալիզացվելու են խորհրդարանում, կապիտալիզացվելու են փողոցում, ինչպես նշել ենք, զուգահեռ գործընթացներ են տեղի ունենալու, իմպիչմենտ կա դրա մեջ, այդ ձեր գործիքակազմում, գործիքակազմերը լինելու են սահմանադրությամբ նախատեսված եւ այն փոփոխությունները, որոնց մասին մենք խոսում ենք, սահմանադրական ճանապարհով են իրականացվելու։ Հետևաբար ես հիմա չեմ ընկնի դետալների դաշտ եւ չեմ մասնավորեցնի, թե 1 տարի հետո ինչ ենք անելու, կես տարի հետո ինչ ենք անելու, 3 ամիս հետո ինչ ենք անելու, պրոցեսները գնում են, գործընթացը կա։ Մի մասնավորեցեք, բայց կարող հավաստիացնել, որ կա դա։ Գրած կա, դրած է միտեղ։ Հայաստանի ընդդիմադիր դաշտում հայտնվել է նոր ուժ, հայտնվել է նոր առաջնորդ, հայտնվել է համախմբող ուժ, որը այսօր ստանձնել է ընդդիմադիր դաշտի լոկոմոտիվի դերը եւ դա փաստ է,
եւ հիմա մենք հաշվի ենք նստում այդ փաստի հետ, վերցնում ենք այդ պատասխանատվությունը եւ հաշվետու քաղաքական ուժ լինելով գնում ենք այն օրակարգով, որը նախանշել ենք։ Պարոն Կարապետյանը այդ հարցին պատասխանել է, հաղթել ենք արդյոք թե ոչ։ Մենք հետեւյալն է մեր դիրքորոշումը, մենք չենք հաղթել, բայց Նիկոլ Փաշինյանը նույնպես չի հաղթել ու ես բացատրեցի, թե ինչու չի հաղթել։ Նա ունի սահմանադրական մեծամասնություն, չնայած որ կաշվից դուրս է եկել, կիրառել է եւ ընտրակեղծիքների ողջ համալիրը եւ վարչական ռեսուրսի իրավական գործիքակազմի ողջ համալիրը։ Տեսեք, դետալներ պետք չի, բնականաբար ճիշտ էլ չի ամեն ինչը բացատրել, բայց մի բան կարող եք հավաստիացնել, որ այդ Սամվել Կարապետյանը դրա անունը դրել էր գաղտնի պլան, չգիտեմ, ինչ ուզում ենք դնել, լավ, գլխավոր բառը կիրառենք։ Իշխանափոխության ճանապարհային քարտեզը ունեք դրածը մի կողմի վերածը դրածը Գրիգորյան Նարեկ Կարապետյանը երբ հայտարարեց մանդատները վերցնելու մասին, բավականին շատ ուղիղ կերպով իհարկե առանց դետալիզացնելու բնականաբար ներկայացրեց այն ճանապարհային քարտեզը, որով մեր ուժը տեսնում է հետագա process-ները։ Մենք պիտի զինվենք համբերությամբ, մենք չենք հիասթափվել, մենք չենք թուլացել, որքան էլ այս իշխանությունը փորձեց այդ կարած գործերով փորձել մեր ուժին ճնշել, բանտարկելով, կեղծ զայնագրություններ դաշտ նետելով իդեպ այդ փուչիկն էլ ընտրակեղծիքների պայթեց։ Դասական ընդդիմություն չեք մնալու, ճիշտ եմ հասկանում խորհրդարանում։ Եթե ձեր ասածը միայն խորհրդարանում ընդդիմադիր ֆրակցիա լինելն է, բնականաբար Արժե փոխնախագահ ունենալ, հանձնաժողովի նախագահներ։ Այդ հարցերը քննարկվում են։ Հիմա հենց այս փուլում դեռևս չունենք որոշումներ, մեր քաղաքական ուժը քննարկում է այդ հարցերը եւ եթե մենք գանք հանգուցալուծման եւ այն եզրակացության, որ տվյալ գործիքակազմը մեզ օգնելու է մեր խնդիրները լուծելու ճանապարհին, ուրեմն կգնանք այդ ճանապարհով, եթե կգանք այն կարծիքին, որ դա ոչինչ չի տալու, մենք կգնանք մեկ այլ ճանապարհով, քննարկումները գնում են եւ շատ քիչ ժամանակ է մնացել, շուտով ամեն բան կիմանանք։ Տիկին Ղարամանյան, որպեսզի մարդկանց չխճճենք նաեւ ձեր ընտրողներին առաջին հերթին մեկ նախադասությամբ եթե ձևակերպենք այ առաջի րոպեից մինչև այս պահը զրուցածը մեր կարող է ձեր միտքը կարող ենք ձևակերպել այսպես որ ուժեղ Հայաստանը գնում է շարունակում է գնալ իշխանափոխության օրակարգի թիվ 1 հարցն է ժամկետներ չեք նշում գործիքակազմը ինչ հնարավոր է, համանդրական ճանապարհով, օրենքով չարգելված բոլոր գործիքակազմերը իհարկե կիրառվելու են եւ նշել ենք, այո, մեր օրակարգը չի փոխվել, Փաշինյանի հեռացումը շարունակում է մնալ մեր օրակարգի գլխավոր հարցը։ Տեսեք, բայց դուք եթե նայել եք ռեսուրսը, տրամադրությունները ուսումնասիրել եք, այս որոշակի ոչ մի բան չլինելուց հետո, հա, միցակ հանգստությունից հետո ի վիճակի եք այդ փողոց գեներացնել, մարդիկ դուրս կգան, որովհետև հետընտրական որևէ զարգացում որ չեղավ, չէ, սովորաբար մարում է ասում են այդ էներգիան։ Տեսեք, հետընտրական զարգացումները, եթե գնահատում ենք տարբեր կարող են լինել եւ միայն փողոցը չի հետընտրական զարգացում, հետընտրական զարգացում է նաեւ քաղաքական ուժերի միջև ընթացիկ այս խորհրդակցությունները, դուք տեսնում եք, որ տարբեր առիթներով համապատասխան ուժերը ընդդիմադիր դաշտում միասնական դիրքորոշումներ են հայտնում, սա եւս գործընթաց է, սա եւս այդ գործընթացի մասն է։ Սամվել Կարապետյանին կոչից հետո նա նշել է, դուք կարծում եմ լրահոսին հետևում եք, տեսնում եք, արվում են հայտարարություններ այդ թվում համատեղ, հետեւաբար գործընթաց կա, բայց պիտի հասկանանք, որ բոլոր գործընթացները իրենց տրամաբանական ընթացքը ունեն եւ ակնկալել, որ այսօր հայտարարվել է այսինչ բանը ու վաղը մենք դա գետնի վրա պիտի տեսնենք, իրատեսական չէ, դուք էլ բազմափորձ լրագրող եք եւ գիտեք, որ քաղաքական գործընթացները համապատասխան զարգացում են ապրում։ Մի հարց էլ էլի քաղաքական, սա Պարզաբանման կարիք ունի անպայման։ Սամվել Կարապետյանը ոչ առաջին անգամ, նաև 3 վերջին անգամ 3 դատանի բակում ու էլի էր ասել, օրը հիմա չեմ հիշի։ Երբ որ իրեն հարց են ուղում, ասում են, գիտեք, ստվար զանգված, ոչ ստվար զանգված, ձեզ մանդատները վերցնելու համար քննադատում է, ուղղակի քննադատում է, սրտացավորեն։ Գիտեք, այո, այդ զանգվածը։ Նայեք, Սամվել Կարապետյանի արտահայտությունը կներեք, արդյոք այդ ճիշտ է արդյոք այդ մարդկանց բնորոշել
ընդհանրապես բնորոշել որպես ուղղորդված, անգամ Փաշինյանական, որովհետև ինչու եմ ասում։ Ես հիմա այդ Ես անձամբ ճանաչում եմ քննադատողներից շատերին, որոնք հենց 18-ի մայիսից բանտեր նստելով եւ այլն պայքարել են, անգամ այն ժամանակ, երբ որ կներեք, երբ որ Սամվել Կարապետյանն էլ պայքարի մեջ չէր, ուժեղ Հայաստան էլ չկար, ու լիքը ինչու այդպես ասել մարդկանց, սա հակառակ էֆեկտ մեջ չլինելու մասով ռեպլիկանեմ եւ անցնեմ առաջ, Սամվել Կարապետյանը իր գործունեության բոլոր տարիներին Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացրած իր բարեգործական ահռելի մեծածավալ աշխատանք արել է ժողովրդի համար եւ պետությանը վերաբերել է որպես ինստիտուցիայի եւ ոչ թե անձերի, այսինքն այս փուլը անցանք հիմա գանք քննադատության։ Ինչու էլի հակառակ էֆեկտ չի տալիս մարդու, բնականաբար այդ ալիքը պիտի լիներ եւ մեզ համար դա սպասված էր։ Տարօրինակ կլիներ, որ չլինեին այդ քննադատություններն ու կարծիքները, որովհետև մարդկանց ակնկալիքները հենց մեր ուժից էր։ Սա օբյեկտիվ ակնկալիք էր։ Հիմա ալիքը այդ էմոցիայի ընտրությունների գիշերվանից հետո, արդյունքների հայտարարությունից հետո եւ ի վերջո այդ սահմանադրական գործընթացի հանգուցալուծումից հետո, ինչը իհարկե մեծ ակնկալիքներ չէր տալիս, բայց ասում եմ թողել էինք այդ, այսպես իրենց խղճի վրա էինք թողել, այդ քայլը անելու քաջությունը, որը նրանք չարեցին։ Այդ ամենից հետո բնական է հանրության էմոցիան, բնական են մարդկանց կողմից դժգոհությունները, նույնիսկ չեմ կարող բացառել նաև մի շերտ կարող է հիասթափվել է, բայց նորից եմ ասում, դա օբյեկտիվ պրոցես է, որը պիտի անցներ մեր հասարակությունը։ Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի գնահատականին, խոսքը բոլորի մասին չի, մենք գիտենք, կարծում եմ դուք էլ գիտեք, եւ կարող ենք նույնիսկ անուններով թվարկել, բայց հիմա ես չեմ թվարկի, որ կան առանձին խմբեր եւ տարբեր շահեր ներկայացնող Facebook-յան որոշակի ակտիվիստներ, որոնք տարբեր տրամադրություններ են գեներացնում եւ նաեւ իշխանամերձ սատելիտ ուժեր, այդ թվում նաեւ իշխանությունը հենց ինքն էր, չէ՞ ասում մանդատները մի վերցրեք դուք այսպես չակերտավոր բան եք, ընտրակեղծարար ուժեր եք, ուր եք գալիս խորհրդարան, այսինքն այդ տրամադրությունները նետվում էին դաշտ եւ փորձ էր արվում հանրային տրամադրություն ստեղծել։ Այդ դրա համար միգուցե ձևակերպումը չպետք է ընդհանրացնել, դա նկատի ունեմ։ Կարելի է ասել, որ գիտեք, կան նրանք էլ, բայց կան նաեւ օբյեկտիվ չի, հիմա ես բարձրաբանում եմ եւ այս մասով մեզ լսողները կարող են որևէ տարակարծության, տարակուսության մեջ, տարընկալման մեջ չընկնել, բնականաբար կա ընդդիմադիր մի ստվաշերտ, որը իհարկե արագ փոփոխություն է ուզում, մենք էլ ենք դրա շրջանակում, ես ինքս մաս եմ այդ շերտի, բայց պիտի իրողությունները ընդունենք այն, ինչ կա ես 18 թվականից, այդ ձեր ասած շրջանակի մեջ եմ եղել մարդկանց հասարակության այն մասի, որը Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ չի ողջունել, հետևաբար վերջին 8 տարիներին նրա հեռացումը ինձ համար իմ երկրի ապագայի զարգացման հետ կապված կարևորագույն խնդիր է, որը այո պիտի լուծվի, բայց նորից եմ կրկնում, մի բան հայտարարվում է, դա չի նշանակում, որ հենց վաղը դա պիտի տեղի ունենա, մենք հասուն մարդիկ ենք, մենք հասկանում ենք, թե քաղաքական գործընթացները ինչ տրամաբանություն ունեն, ինչ զարգացում պիտի անցնեն, որպեսզի գա այն պահը, որի մասին մեր ուժը խոսում է, նորից կրկնեմ, մենք խոսում ենք այն մասին, որ փողոցը պետք է լինի մեկ անգամ եւ արդյունքով, իսկ դրան պիտի հասնենք մեր համար աշխատանքով, չկոտրվելով, չհիասթափվելով եւ հասունացնելով հնարավորինս արագ հասունացնելով այդ պահը։ Այստեղ տեսեք, ասում եք, մարդիկ միգուցե օբյեկտիվ է շտապել, ինչու, որովհետև նաև ձեր ուժը, չգլխավորապես ձեր ուժը, ինչ են շտապում, որտեղ դուք եք ասում, որ գոյաբանական վտանգ է երկրի այլ 300,000 ադրբեջանցի, լիքը բաներ, այսինքն, որքան էլ այս իշխանությունը փորձում էր ծաղրել այդ օրակարգը, կա այդ օրակարգը, այդ հարցը
պետական մակարդակով, առաջին դեմքի մակարդակով դրված է Ալիևի սեղանին եւ այո, դա մեր պետությանը գոյութենաբանական սպառնալիքներ ստեղծող հարց է։ Հաջորդը ես հիշատակեցի սահմանադրության փոփոխության հարցն է եւ այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը ունի շատ մեծ խնդիր։ Նա սահմանադրական մեծամասնություն չունի խորհրդարանում եւ կրկնեմ իմ արտահայտությունը։ Գողության փորձեր կանի մարդկանց եւ կունենա ասում են վստահ եք ձեր ցուցակի վրա։ Վստահ դրան եմ, ենք գալիս էլի։ Նման զարգացում չի լինի եւ գիտեք, մենք էլ կարող ենք այդ նույն տեխնոլոգիան կիրառել, իսկ ինչու եք միայն իրենց կողմից դիտարկում, դա քաղաքական աշխատանք է, տեսեք, քաղաքական պրոցես է եւ զարգացումներ կարող են լինել, որոնք երկրում իրավիճակ կարող են փոխել։ Իհարկե դրանք հարցեր են, այդ հարցերը, որ դուք տալիս եք, օբյեկտիվորեն պիտի լինեն, մենք տեսել ենք վերջին տարիներին, այո, տեսել ենք օրինակներ եւ այդ հարցադրումներն էլ շատ օբյեկտիվորեն եւ արդարացիորեն հնչում են, ես ուզում եմ շեշտել, մենք այդ հարցադրումներից որպես քաղաքական ուժ եւ որպես մարդիկ, որոնք պատասխանատվություն են ստանձնել եւ թիմի տեսանկյունից եւ անհատապես չենք նեղվում, դիսկոմֆորտի մեջ չենք ընկնում, բնականորեն այդ հարցերը պիտի հնչեն, հանգիստ ենք վերաբերում դրանց եւ ունենք մեր փաստարկված եւ տրամաբանված պատասխանները եւ ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց նաեւ այդ որոշակի էմոցիոնալ ֆոնի տակ գտնվող շերտը կհասկանա, որ գործիքակազմ է մանդատը եւ ոչ թե, այսպես ասած, լավ կյանքի ինչ որ ուղեգիր, եկեք իրատես լինենք եւ հասկանանք պարոն Կարապետյանին, օրինակ Նարեկ Կարապետյանին։ Հասկանալի է, իրեն չէ, բայց դե 29 հոգին ու Նարեկ Կարապետյանի ունեցվածքը չունեն։ Չէ, հարցը միայն ունեցվածքը չի, մեր թիմում հավաքված են մարդիկ, որոնք յուրաքանչյուրը իր ոլորտում որոշակի հաջողությունների է հասել, ունեցել է իր զբաղվածությունը, աշխատանքը, իր մասնագիտությունը եւ թողել է այդ ամենը, լծվել է այս պատասխանատու գործին եւ ստանձնել է պատասխանատվություն եւ շատ մեծ բեռ, հետեւաբար նաեւ ես ուզում եմ այս հարցը փակել, երբ որ խոսում են այ գնալու եք, պարգևավճար եք ստանալու, այս եք անելու, այն եք անելու, ոչ հարգելի քաղաքացիներ, դա ամենևին այն, այսպես ասած, հաճելի վիճակը չի, ինչը ձեզ փորձում են ներկայացնել։ Իդեպ ասում են, որ թրծված այդպիսի քաղաքական, դուք էլ կհամաձայնեք, որ մի 4-5 հոգու հանած այդ անցնող կազմի մասին է խոսքը։ Թրծված գործիչներ, փորձառու քաղաքական են, ճակատամարտերին քաղաքական մասնային, ինչպես օրինակ Հայաստան դաշինքում էր կար, չկան, ընդունեք, որ չկան։ Տեսեք, մենք նոր ուժ ենք։ Այո, դրան հակառակ ավարտեն դրան այ հիմա ԿՊ-ականները ներողություն արտահայտության համար ժողովրդական խոսքի օգտագործան ատամները սրած սպասում են ձեզ ամեն օր հայտարարություն դե եկեք ամեն օր ասում են հիշեցնելու են 300,000 ադրբեջանցի ինչու է ընտրակաշարք բաժանում եւ այդպիսի բաներ են հիշեցնելու ինչպես է փորձում հակապարոն թող սպասեն ատամները այդ սրած ձևակերպումը ես չեմ վիրավորական չեմ համարում կտեսնենք շատ շուտով կտեսնենք թող սպասեն մենք չենք վախենում մենք գնում ենք որպես պատասխանատու քաղաքական ուժ որի թիկունքին Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որի թիկունքին կեղծված ձայներ չեն եւ ինչ վերաբերում է մասնագիտական հմտություններին, քաղաքական պրոցես անցնելու ճանապարհի թրծվածության այդ տեսանկյունից մենք նոր ուժ ենք եւ մենք լինելով նոր ուժ գուցե թարմություն բերենք այն գործընթացներում, որոնք նախորդիվ եղել են եւ մեր հասարակության տարբեր շերտերին որոշակիորեն չեն բավարարել։ Ես իհարկե հարգում եմ մեր փորձառու մյուս գործընկերների անցած ուղին, գնահատականներ չեմ տալիս, բայց նաև վերապահումներ չունեմ մեր ուժի մասով, որովհետև մեր ուժը նույնպես ունի համապատասխան հմտություններով, ունակություններով մարդիկ, որոնք այո, քաղաքական գործիչներ չեն, մի մասը, բայց որոնք յուրաքանչյուրը իր տեղում գիտի ինչպես անել համապատասխան
պատասխանատվությունը իրագործել, գործառույթը իրագործել, որը իրեն փոխանցվել է, որը իրեն տրվել է։ Վերջին հարցը ոչ այդքան նորաձև, հա, բան է, ընդհանրապես չեղած կարծում եմ բան է։ Միշտ ընդդիմությունը պարտվելով կամ, չգիտեմ, չիրականացնելով այդ իշխանապողություն ընտրություններում, թեկուզ 21 թվին, թեկուզ հիմա ամբողջ, այսպես ասած, մեղքը բարդում է, հա, ոնց որ իշխանության, հա, չէ, բացի չէ, որ իշխանությունը այսպես արեց ու դրա համար հաղթեց, դրա համար բայց ոչ ոք չի ասել դեռ ձեր ուժներն նաև այ ճիշտ չի լինի միշտ թերացումների ու սխալների մի ցուցակ կազմել, ասել ժողովուրդ, այ մենք էլ այսպես չարեցինք կամ այս սխալները թույլ տվեցինք, դրա համար մենք էլ չհասանք, ոչ միայն որ Փաշինյանը կեղծեց ու հասավ, ինչպես ասում եք, այ դա ճիշտ չի, դա շատ առողջ հարցադրում եք հիմա բարձրացնում եւ հավատացեք, որ այդ քննարկումը մեր ուժում բնականաբար եղել է եւ մենք նույնպես փորձել ենք գույքագրել մեր սխալները, որոնք քարոզարշավի ընթացքում գուցե եղել են բաց թողումները, բայց նորից եմ հրապարակավ կասեք մի օր դրա մասին, ինչ-որ մեկը հայտարարությամբ հանդես կգա, Նարեկ Կարապետյանը, օրինակ, Սամվել Կարապետյանը, օրինակ, անդրադարձել է այն հարցին, որ ընդդիմությունը թույլ տվեց մեծ սխալ, երբ առանձին ուժեր ընտրեցին ձայների փոշիացման ճանապարհը։ Իրենք բնականաբար հասկանում էին, չէ՞ որ իրենց շանսերը փոքր են, իրենք չունեն հնարավորություն հատելու համապատասխան շեմերը եւ սա օրինակ հավաքական ընդդիմության սխալներից մեկն է, որի մասին բարձրաձայնվել է մեր ուժի կողմից։ Ուժեղ Հայաստանը ունի գլխավոր թիվ 1 կամ 2-3 առանձնացրել եք, որ մարտավարական կամ ստրատեգիական թեկուզ սխալ եք արել։ Ես ուզում եմ նորից խոսել վարչական ռեսուրսի կիրառման աննախադեպ ծավալի մասին, գուցե մեզ համար այդ ծավալը, աննախադեպությունը այդ ծավալի գուցե այսպես ասած պատկերացնելի չէր։ Չեք հաշվարկել ում հետ գործ ունեք, այսինքն, հա։ Չէ, իհարկե հաշվարկել ենք, գիտենք ում հետ գործ ունենք, բայց նորից եմ ասում, ես խոսում եմ հարյուրավոր 700 անձի մասին, որոնք այդ օրերին հետապնդումների էին ենթարկվում Հայաստանի բոլոր մարզերում, մեր բոլոր մարզային գրասենյակներում։ Դա կազմակերպչական ռեսուրսներ, ճիշտ է, նրանց փոխարեն գալիս էին այլ մարդիկ, բայց իհարկե այդ փուլը անցնելու որոշակի ժամանակ էր պահանջում եւ գուցե դա էր որոշակի խնդիրներ ստեղծում, բայց ամենակարևոր արձանագրումը, որ ես ուզում եմ այսօր անել, նորից պիտի կրկնեմ, չնայած վարչական ռեսուրսի խայտառակ կիրառմանը, չնայած ընտրախախտումների խայտառակ ծավալներին, չնայած մարդկանց հոգեբանորեն տերորի ենթարկելու, վախի մթնոլորտի այդ իրավիճակին, աշխատանքից ազատումներ եւ այլն, այս իշխանությունը իր գլխավոր գեր նպատակը չի իրականացրել եւ սա Նիկոլ Փաշինյանի պարտությունն է։ Հասկանում եմ, դա է ուզում, դրանով եզրափակենք, հարցը այլ կերպ, տամ ձեզ ու փակենք, այսինքն այդ ամեն ինչում ձեր մեղքի կամ սխալի բաժինն էլ կա, թե ոչ, դա է ուզում հասկանալ, չեմ ասում մեծ կամ փոքր, որ այ ինչ որ ինքը կարեցել կարողացել անել։ Կրկնում մենք բաց թողումները փորձում ենք արձանագրել, ունենում ենք քննարկումներ դրանց շուրջ եւ փորձում ենք հաջորդ մեր քայլերը կառուցել հաշվի առնելով այդ բաց թողումները, ինչը բնական է, ինչը այն ճանապարհն է, որը մեզ տանելու է մեր գլխավոր նպատակին հասնելուն, իսկ գլխավոր նպատակը եւս մեկ անգամ շեշտեմ, այս իշխանության հեռացումն է, որովհետեւ Հայաստանը կարող է զարգանալ, Հայաստանը կարող է շնչել, Հայաստանը կարող է արժանապատիվ տեղ ու դիրք ունենալ տարածաշրջանում եւ աշխարհում միայն այս պարտված եւ թույլ իշխանության հեռացումից հետո։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։